Ճիշտ է, որ դուք երբ որ հետ ժամանակավոր կառավարիչ եք, այսպես ասած քֆուր եք դրել այդ ռեսուրսների վրա, որ ով որ կիլովատ գողանա հավելագրումանի իր ասենցը։ Հիմա ուզում եք հայրս որպես միակ իրավաբան ակադեմիկոս այս նայի եւ նախատին ինձ։ Դե դուք ինտելիգենտ մարդ եք, մի քիչ զարմանել է, բայց կիրառել եմ տարբեր գործիքակազմեր, այդ թվում նշած է ոչ հանցակազմ պարունակող գործիքակազմեր, որոնք իմը չի, իմ դաստիարակությունը չի, բայց ստիպված կիրառել եմ, այսպես մոտ։ Բայց հասկացել եմ մեթոդը աշխատել է։ Ասեմ ձեզ, մեր աշխատակիցների շատերի հետ բարոյական զրույցի դեպքում հավատացած եղեք, երբ որ մարդու հետ տղամարդու պես ձեր-ձեռքի ես տալիս եւ ասում ես, որ այսպես մեղմ ասեմ, սա անել անբարոյականություն է, հավատացեք, որ շատերը դա ընդունել են։ Անգամ ձեզ մի դեպք պատմեմ, լրագրողներից մեկը զանգեց ինձ, ուղղակի որ իմանա էսենց է լինելու, ամբողջ արխիվս կպահի էլի, այսպես ասած, այդ իմ աշխատանքի ժամանակ զանգեց, ասեց, տեսուչին ասում եմ, հավելագրում ես արել, ասում է, ես ու անբարոյականի տղա չեմ հավելագրում անում։ Հիմա բոլորը Փաստորեն դրել եք քֆուր։ Ինչպես կասել դասականի լա ես ու շմայց քֆուր տանք ջայնեմ, դուք ինչ եք տվել կուլտուրական մարդ։